Գյումրիում կառավարման ճգնաժամի վերաբերյալ ու միևնույն ժամանակ այդ ճգնաժամը հրահրելու մասին մեղադրանքներ պարբերաբար հնչեցնում են ավականու քաղաքացիական պայմանագիր ու կոմունիստական կուսակցության խմբակցության ներկայացուցիչները։ Իրականում կա ճգնաժամ, թե ոչ, փորձագետների կարծիքները եւս տարբեր են։ Ըստ նրանց համենայն դեպս ճգնաժամը չի բխում քաղաքի արդյունավետ կառավարման շահից։ Ես տեսնում եմ, որ կա ոչ թե ճգնաժամ, այլ կա լարվածություն եւ կա ճգնաժամի գեներացում։ Տարօրինակ է, ասենք ավելի լավ է ճգնաժամերը կառավարել, ճգնաժամերը լուծել եւ ոչ թե դրանք գեներացնել, կա ճգնաժամի գեներացում շատ տարօրինակ է։ Մենք ունենում ենք իրավիճակ, որ մենք տեղական ինքնակառավարումը վերածում ենք տարածքային կառավարման։ Ու եթե մենք տարածքային կառավարման ենք վերածում, դառնում է, որ մենք գնում ենք դեպի քաղաքական պայքարի դաշտ ու քաղաքական ուժերը ստեղ իրանց ազգային շահն են առաջ տանում ու ազգային շահով են առաջնորդվում։ Մենք այդ իրավիճակ ունենք, որ անցանք համամասնական ընտրակարգի։ Գյումրիի ավականիում մինչ արձակուրդ գնալը մեկ նիստ չկայացավ, քվորում չկար։ Դրան հաջորդեց արտահերթ նիստը, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը չմասնակցեց։ Կապ չունի ով իշխողը։ Տարբեր կուսակցությունների իրանց շահից ելնելով այդ կոնֆլիկտը ստեղծելու են, որովհետև իրանց պետք է, որ իշխանության գան։ Եթե իրանք կարան դա անեն ազգային ժողովում, անում են ազգային ժողովում, եթե ազգային ժողովում չեն կարող անում են համայնքում, եթե համայնքում չեն կարող անեն, անում են համայնքից դուրս քաղաքական դաշտում։ Հիմի խնդիրն այն է, որ ոնց ենք կարողանում մեր ընտրակարգը բերենք նրան, որ բնակիչը հասկանա, որ ինքն է ընտրում մարդ, ով իր շահերը ներկայացնում է ավականին։ Այն ինչ որ տեղի անում, դրանք բոլորը քաղաքական դրսևորումներ են, որ քաղաքական ուժերը կարող են անել։ Օրենքը չի արգելում իրենց, հա։ Հիմա շատ խորհրդարաններ արդեն մեր խորհրդարանում էլ անգամ սարկազմն է դարձել քաղաքական վարքագծի, հա, մեթոդ։ Համամասնական ընտրակարգում ըստ էության որոշիչ են ոչ թե անձերը, այլ կուսակցություններն ու դրանց ծրագրերը։ Բայց ըստ փորձագետների թիմ ընտրություններում ելի որոշիչը անձերն են, անձերի պայքարում սակայն քաղաքի զարգացման արդյունավետ ծրագրեր չեն ծնվում ու տուժում է ընտրողը։ Անձերի պայքար կա, գաղափարների պայքար համառորեն չկա։ Քաղաքի զարգացման, հա, ռազմավարությունների իսկապես smart ծրագիր չկա, չի ներկայացվում։ Եկեք մի հատ փոքր վիճակագրություն փորձենք հասկանանք, թե ընտրություններից առաջ պետական բյուջեից համայնքին տրվող սուբսիդիաների ու սուբվենցիոն ծրագրերի մեծությունը ինչքան է, որը ասում է, թե իշխող ուժը, որը որոշում կայացնելու իրավասություն ունի, ոնց է աջակցում այդ համայնքում ասֆալտ անելու, բորդուր սարքելու, ջրագիծ սարքելու, գյուղատնտեսությանը աջակցելու համար։ Այդ նշանակում է մենք գոնե երկրորդ քաղաքում պետք է ունենանք իշխանություն, որը կկարողանա իշխող կուսակցության հետ համագործակցի։ Վերջին թիմ ընտրություններում Գյումրիում մասնակցության ցուցանիշը փոքրինչ աճ էր գրանցել։ Մասնակցությունը բնակիչների հետաքրքրվածության ցուցիչն է։ Փորձագետներն են նշում, բնակիչը պետք է պահանջատեր լինի իր ընտրության հարցում։ Այսինքն ընտրություն կատարելը միայն քվեարկության օրով չի սահմանափակվելու։ Ընտրական համակարգը այս առումով դեռ բարեփոխումների կարիք ունի։ Կարծում եմ, որ դեռ տեղ ունի զարգանալու տեղական ինքնակառավարումը մեր երկրում, ինստիտուցիոնալ մակարդակում, դա կլինի նոր օրենսդրական փոփոխություններով, թե հասարակական ոչ ֆորմալ, հա, ներգրավվածության, գուցե քաղաքացիական կրթության մակարդակի բարձրացումով, բայց պետք է հասնել այո նրան, որ քաղաքացին եւ որոշումների կայացման մեջ եւ դրա իրականացման մեջ մեծ դեր ունենա։ Հələ որ արդյունավետ ընտրական համակարգ տեղական ինքնակառավարման համար չկա Հայաստանում, իմ կարծիքով։ Մասնավորապես ճիշտ է իհարկե, որ լինի ինչքան հնարավոր է մեծ ներկայացածություն ավականիում, այսինքն 1% հավաքած ուժն էլ իրավունք ունի ավականիում ներկա լինել, չգիտեմ ինչու համառորեն դիմադրություն կա սրա նկատմամբ։ Դա նշանակում է
էլի մեկ տեսակետ, էլի մեկ կարծիք, էլի մեկ գաղափար։ Աշունը Շիրակի մարզում ընտրական է։ Հոկտեմբերին թիմ ընտրություններ են լինելու Արթիկում ու Ախուրյանում։ Դեռ հստակ օր նշանակված չէ Ամասիայի եւ Աշոցքի համար։ Գյումրին ընտրական աշնան մաս կազմելու է թե ոչ, կախված է սրանից, թե արդյոք կստեղծվեն ավականին լուծարելու իրավական հիմքեր։ Գյումրիի ավականին արձակուրդից կվերադառնա սեպտեմբերին։ Լուսինե Հայրապետյան, Հորիզոն։